Արաբկիրի Հայորդաստան մարզադահլիճում անցկացվեց ավանդական կարատեի Զեյթուն ակումբի 9-րդ փակառաջնությունը։ Շուրջ 4 տարի այս ակումբի 9 մասնաճյուղերից մեկը գործում է Արաբկիրի Հայորդաստան հարկի ներքո։ Մարզաձևը մեծ մասսայականություն է վայելում, տարբեր տարիքի սաներ են հաճախում։ Այս ներակումբային մրցույթները մենք ենք շահագրգիռ, որ անցկացվեն Հայորդաստանը, որովհետև բավականին ծնողներ երեխաների հետ միասին մուտք են գործում Հայորդաստուն եւ տեղյակ են լինում եւ իրազեկվում են, ճանաչում են, տեսնում են, թե ինչպիսի հաստատություն է, ինչպիսի աշխատանք է կատարում։ Շատ աշխուժություն է մտցնում այս միջոցառումը եւ ինչու՞ չէ, մեր երեխաներն էլ ծանոթանում են իրենց թիմացիկ այլ այդ ակումբում ընդգրկված տարբեր տեղերում գործող խմբերի երեխաների մարզիկների հետ։ Սպորտը ընդհանրապես մարդուն կրթում է, կարգ ու կանոն է սովորացնում եւ առաջնորդում է դեպի բարին եւ դեպի գեղեցիկը։ Մրցասպարեզում 250-ից ավելի մարզիկներ են, նրանցից 30-ը Արաբկիրի Հայորդաստան կարատեի դասարանի սաներն են։ Տարվա վերջին ամփոփիչ մրցաշարն է, որի ժամանակ մասնակիցները ցուցադրում են տարվա ընթացքում համառ մարզումների եւ տարբեր մրցաշարերի ժամանակ կուտակած հմտությունները։ Անփորձ թե փորձառու մարզիկների մասնակցությունը նմանատիպ մրցաշարերին կարևոր է, ասում է Զեյթուն ակումբի ղեկավար Նարեկ Իսկանդարյանը։ Սա հնարավորություն է, որպեսզի մարզիկը շփվի մեծ հաջողությունների հասած իր տարեկցի հետ, փորձի իր ուժերը եւ միշտ արթուն պահի հաղթական ոգին։ Քանի որ կարատեն ինքը ոչ միայն այլ ֆիզիկական դաստիարակություն է, այլ հոգևոր, ինչպես նաև այս դասարանը, Արաբկիրի Հայորդաստանը տունը շատ է օգնում։ Մենք ինքներս պետք է նաև միևնույն ժամանակ ասում շատ մոտ լինենք բոլորս, քանի որ այդ արժեքները շատ կարևոր են պահպանելը։ Իսկ այս դասարանի երեխաները այսօր էլ առանձնացան, ունեցանք արդեն չեմպիոններ, ունենք ոչ միայն ակումբային առաջնության չեմպիոններ, նաև ունենք այս դասարանից Հայաստանի առաջնության մրցանակակիր մարզիկ, որը նաև շատ կարևոր է մեր համար եւ եւս մեկ անգամ ուզում ենք շնորհակալություն հայտնել մեզ թույլատրելու այստեղ մարզվելու համար, որովհետեւ այստեղից շատ մարզիկներ երկրից նաև դուրս են գնում մրցաշարերի եւ մեր երկրի պատիվը բարձր են պահում, ինչպես նաև մեր հիմնը հնչեցնում են այլ երկրներում։ Ակումբային փակառաջնությանը կորոշվի, թե ովքեր են տարվա լավագույն 10 մարզիկները։ Նրանց պարգևատրման հանդիսավոր արարողությունը կլինի ավելի ուշ, իսկ մինչ այդ մարզիչների անաչառ հայացքի ներքո մարզագորգի վրա ուժի, կամքի եւ դիմացկունության թեժ պայքար է։ Լիաննա Չիչակյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։